Ողջույն, հայկական ընտրության քննարկումների հարթակում մենք շարունակում ենք քննարկումները կամ ավելի ճիշտ կարելի ասել փորձենք այսօր միջանկյալ ամփոփել ընթացքը նախընտրության ծրագրի եւ ուր փոլ ենք հասել եւ ինչ ենք փորձում անել։ Մենք շարունակում ենք զրույցը Արմեն Աղայանի հետ, բարև ձեզ պարոն Աղայան, եւ այսպես որպես ամփոփում միջանկյալ ուր ենք հասել եւ ինչ արդյունքներ կան։ Ամփոփումը կարելի է ասել անգամ միջանկյալ չի, որովհետև մեր երկու նախագծերն էլ, որոնք առաջարկվել էին առաջինը քաղաքական դաշտի զուտ ազգային հատվածում գործել փորձող նոր խմբերին, անհատներին, եւ երկրորդ առաջարկությունը, որը հասցեագրված էր քաղաքական դաշտի այն ամբողջ ընդդիմադիր հատվածին, որը որ իրեն այսպես ասած երրորդ ուժ է տեսնում, ոչ նախկին, ոչ ներկա տրամաբանության մեջ, ըստ էության մենք երկու դեպքում էլ ունենք գրեթե ամբողջական մերժում, հա, որոշ բացառություններ եթե անենք, ասենք ամբողջական առումով քաղաքական դաշտի այդ հատվածները կարծես թե նախընտրության նախագիծը մերժել են։ Փորձեմ այսպես վերջին առաջարկությունից սկսել, որը հասցեագրված էր քաղաքական դաշտում արդեն գրանցված կուսակցություններին, որոնք որ նախապատրաստվում են մասնակցել ընտրությունների, իրենք կարող է շատ նեղ իմաստով հայկական ընտրության առաջարկած գաղափարական սկզբունքներին չէին համապատասխանում, բայց ավելի պարզեցված, ավելի ընդհանրական ձևով դրա մեջ տեղավորվում էին։ Եվ նրանց բոլորին ներկայացվել էր առաջարկություն, որպեսզի այդ քաղաքական դաշտի այդ հատվածը, որը ըստ էության ունի ընդհանուր ընտրազանգված, միմյանցից ձայն փախցնելու փոխարեն մեկ նախընտրությամբ միասնական ցուցակով հաղթական այլընտրանք ներկայացնեն։ Եվ որքան էլ որ տարօրինակ է, այս առաջարկությունը անտարբերության են մատնել ոչ միայն ասենք այնպիսի գործիչներ, որոնք այսպես մեծ հավակնություններ ունեն, հա, ինչպես օրինակ պարոն Թաթոյանը, որ առաջարկությունը ստանալուց հետո ընդհանրապես ուշադրություն չդարձրեց, նաև այնպիսի գործիչներ, որոնք համեմատաբար նորաստեղծ խմբեր են ներկայացնում, փոքր կազմակերպություններ են ներկայացնում եւ իրենք իսկապես խնդիր ունեին նման մի հնարավորությամբ ավելի մեծ հնարավորություն ստանալու հաղթահարելու այդ նախընտրական այդ շեմը։ Միակ բացառությունը, երևի թե կարելի է առանձին շեշտել, դա Հայաքվեի բազայի վրա ստեղծվող նոր կուսակցությունն է, որը եթե չեմ սխալվում, պետք է շուտով համագումար անեն եւ գրանցվեն հայկական քվե անունով, միակ կազմակերպությունը, որը դրական արձագանքեց այդ կուսակցությունների միջից նման նախընտրություն կազմակերպելու, միջկուսակցական եւ դրա հիման վրա նախընտրական դաշինք ձևավորելու, ուրեմն այդ կազմակերպությունն էր, Ավետիք Չալաբյան եւ մյուսներ, սակայն նրանք համաձայնություն տալով հանդերձ գործընկերների հետ համաձայնեցնելու խնդիր ունեին, ու այդ խնդիրը նույնպես չկարողացան լուծել, տապալվեց այդ փորձը իրենց կողմից իրենց գործընկերներին համոզելու, եւ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այսօր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մի քանի միավորներ, որոնք փորձելու են ներկայանալ ոչ միայն իշխանություններին հակադրվող, այլ նաև այս պայմանական ասած նախկին ընդդիմությանը հակադրվող ուժեր, բայց դա անելու են ինքնուրույն, միայն սեփական ռեսուրսների վրա հիմնված եւ ըստ էության նախապես չֆիքսելով հանրային աջակցության որևէ այսպես մակարդակ, որը հնարավոր է այլ օբյեկտիվ տվյալներով ֆիքսել, ինչպեսին կարող է լինել նախընտրությունը։ Նրանցից շատերը որպես այդպիսի օբյեկտիվ տվյալներ են դիտարկում տարատեսակ սոցիոլոգիական հարցումները կամ սոցիալական ցանցերում իրենց, ասենք, հավանումների քանակը, սակայն երկու դեպքում էլ մենք գործ ունենք բավական շեղված պատկերի հետ, դա բոլորը գիտեն, թե մասնագետները, թե անգամ քաղաքական գործիչները, որ այս փուլում
երբ որ ընտրողների բացարձակ մեծամասնությունը չեզոքությունը դրսևորում, անգամ եթե ասում եմ մասնակցելու եմ ընտրություններին, ասում եմ որ դեռ չի կողմնորոշվելու, այդ փոքր տոկոսներով համեմատական առավելություն կամ համեմատական պակաս լինելը դեռ ոչ մի բան չի նշանակում, առավել եւս սոցիալական ցանցերը, որոնք ընդհանրապես ոչ մի օբյեկտիվություն իրենց մեջ չեն պարունակում, բայց ցավալիորեն հենց այս հանգամանքներն են, որ այդ մարդկանց հուշում են, որ իրենք հնարավորություն ունեն հաղթահարելու այդ շեմը, բավական լավ արդյունք ցուցադրելու եւ ի վերջո արդեն խորհրդանում ինչ որ կոալիցիաներով հաջողության հասնելու, ցավոք սրտի ես վստահ եմ, որ դրանց բոլորին հիասթափություն է սպասում, բայց դա մեզ ոչինչով չի մխիթարում, որովհետեւ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այսպես հանրության կողմից առաջադրված բովանդակային քննարկումներով անցած գաղափարական գործիչների հաղթական թիմ հնարավոր չի լինելու ներկայացնել ընտրություններին, ինչը բնականաբար կտրուկ ավելացնում է գործող վարչախմբի վերարտադրվելու հնարավորությունները։ Անկախ նրանից դա կլինի այն բանի շնորհիվ, որ մասնակցությունը ավելի փոքր կլինի եւ իշխող ուժին աջակիցների քանակը ավելի մեծ տոկոս կկազմի, թե նրանից, որ չափից ավելի շատ մարդ կմասնակցի եւ ձայները կփոշիանան եւ դրա շնորհիվ արդեն խորհրդարանում համեմատաբար քիչ ձայն ստացած իշխող ուժը այնուամենայնիվ կունենա մեծամասնություն։ Ցավոք սրտի սրա հեռանկարը արդեն էական հավանականությամբ հաստատվում է։ Իսկ այդ դեպքում ինչ անել։ Նախ ով ինչ անի, մենք տեսնում ենք տարբեր արձագանքներ, հետաքրքիր արձագանքներից մեկը այս վերջին շրջանում հայտնված բոլորին դեմ եմ շարժումն է, այստեղ մենք նկատենք, որ այդ շարժմանը ակտիվորեն մասնակցող գրեթե բոլոր խմբերը կամ նույնիսկ անհատները տարբեր փուլերում ստացել են մեր առաջին առաջարկությունը, այսինքն այդպես միավորվել եւ միասին ազգային թիմ ձևավորել, այդ ժամանակ տարբեր պատճառներով մերժումներ էին լինում, դրանք շատ հատվածական մոտեցման դրսևորումներ էին, այսինքն կար ինչ-որ 1-2 լիդեր ինչ-որ մի խմբակում, որոնք այսպես հաշվարկում են, ես իմ ասենց բոլորս միավորվենք, մենք մի քիչ ռեսուրս ունենք, ես մի քիչ ոնց որ թե այս շրջանակում դեմք եմ, այնտեղ միավորվելուց հետո ինչ կստացվի պարզ չի, այնտեղ կարող է վեճեր լինեն, բոլորը համակարծիք չլինեն եւ այսպեսի մի տարօրինակ համոզմունք կա, որ քաղաքական ուժի կազմում բոլորը ամբողջ թիմը պետք է ճշգրիտ նույն գաղափարական պատկերացումներ ունենան եւ հերիք է մեկ կետում ինչ որ ձևական կետում նույնիսկ անհամաձայնություն եւ վերջ բան մենք իրանց հետ ինչ գործ ունենք ես վստահ եմ որ դրանք հաճախ այսպես առիթներ են հա միավորման չգնալու, իրական պատճառները մի քիչ ավելի խորքային են, մի քիչ ավելի ոչ հրապարակային են, բայց այնուամենայնիվ նման առիթներ լինում են։ Օրինակ, ասենք մի տարօրինակ բան պատմեմ, երբ որ մենք ներկայացնում ենք հայկական ընտրության գաղափարական սկզբունքները, մի կետ կա, որը կարծես թե ոչ մեկի մոտ ազգային շրջանակներում կասկած չի հարուցում, հա, դա հայրենատիրության կետն է։ Հայրենիք ունես, դրան պետք է տեր կանգնես, հատկապես եթե դու ազգային ուժ ես, եթե դու Նիկոլ Փաշինյան չես։ Եվ հանկարծ ասենք ինչ որ մեկը ասում է, չէ, ես ինչ եք գրել, հայրենատիրությունը նշանակում է նաև Արևմտյան Հայաստան պահանջել, իսկ մենք դեռ հենց Արցախի խնդրով պետք է զբաղվենք, Արևմտյան Հայաստանի պահանջելը պետք է մեր օրակարգում չլինի։ Չնայած հայրենատիրության կետի մեջ ոչ մի կոնկրետացում չկար, այսինքն ինքը կարող էր օրինակի համար նույն այդ քննարկումների ժամանակ ասել մեր առաջնային խնդիրը սա է, այս հարց այո դրան էլ տեր լինելով մի քիչ հետաձգում ենք, բայց այս սա է մեր առաջնային կետը, բայց չէ, անմիջապես սա չէ, մերժելի կետ է եւ այլն, եւ այսպեսի կարելի ասել անիմաստ առարկությամբ, ասենք ինչ որ մի շրջանակ որոշեց մերժել այդ առաջարկությունը։ Ուրիշ մի խումբ բոլորովին ընդունելով գաղափարական սկզբունքները, անգամ ընդունելի համարելով այն ինչ որ մենք առաջարկում ենք կազմակերպական առումով, հանկարծ հայտարարեցին, որ
չէ, եթե մարդիկ իրենց այդ նույն գաղափարին են, թող գան միանան իրենց եւ կուսակցություն ձևավորեն եւ բացարձակ նման խմբերը հաշվի չեն առնում, որ այդ չմիավորվելու պատճառները կարող է շատ լինեն, բայց այ նախընտրությամբ ցուցակ ձևավորելու դեպքում այդ պատճառները ոնց որ երկրորդական են դառնում։ Հիմա ասենք, չգիտեմ, մեկի համար կարող է մերժել լինի սիմվոլիկան, մեկը կարող է կասկածի այդ թիմի առաջատար անդամներից մեկին, երկուսին, որ չգիտեմ, նախկինում ինչ որ կենսագրություն են ունեցել, ուրիշ ճամբարում են եղել եւ որոշակի վստահության հարց լինի։ Հաշվի չեն առնում այդ թիմերը, որ այսպիսի տարբեր պատճառներով իրենց կարող է մարդիկ չմիանան, բայց ընդհանուր հայ ժողովրդի ազգային սեգմենտը, որը որ այս ընտրություններին մասնակցելու է եւ ըստ էության կամ խճճվելու է, չիմանալով ում քվեարկի, կամ այդ մարդկանց համարելու է շատ բավական լուսանցքային ուժեր, որոնք անցնելու շանս չունեն եւ դրա պատճառով քվեարկելու է պակաս նախընտրելի այլ ուժերի, չարյած փոքրագույնը ընտրելու, սա ոչ ոք ոնց որ կարծես թե հաշվի չի առնում, կարծես թե մեր երկիրը հավերժ է, ոչ մի սպառնալիք չկա, մենք կարող ենք բազմաթիվ այսպիսի 5 տարիներ ունենալ եւ այդ 5 տարիներից մի օր, եթե իրենք այսպես փոքր խմբով աճեն, մի օր կհասնեն հաջողության։ Նման մի խոսակցություն ժամանակին կար քաղաքացու որոշում կուսակցության հետ, երբ որ նմանատիպ մի համատեղ նախընտրությամբ ցուցակ ձևավորելու առաջարկին մեզ պատասխանեցին, որ չէ, մենք սոցիալիստական գաղափարի այսպես կուռ հետևողներ պետք է լինենք եւ այս անգամ չենք անցնի, հաջորդ անգամ կանցնենք, այն մյուս անգամ ավելի մեծ թվով գլխավոր ընդդիմադիրը կլինենք, վերջում կհասնենք իշխանության, վերջ այսպես մի 20 տարվա ծրագիր ներկայացրեցին ու ասին, բայց որպեսզի դա հնարավոր դառնա, մենք այսօր պետք է մյուսների հետ չխառնվենք, այլ հստակ պահենք մեր գաղափարական գիծը։ Ողջունելի բաներ կարելի է ասել, բայց դրան կար շատ օբյեկտիվ հետևանք անխուսափելի, որ պիտի պատահեր եւ պատահեց։ Դա այն է, որ հաջորդ ընտրություններին քաղաքացու որոշում կուսակցությունը ոչ միայն չմասնակցեց, այլև գոյություն չունի։ Եվ դա այդ պահին էլ հենց իրենց զգուշացվել էր։ Հիմա նույնը վերաբերում է բոլոր այլ ուժերին։ Ես նշեցի այդ բոլորին դեմը, բայց կարծես թե չասեցի այդ հիմնական գաղափարը։ Տեսեք, մարդիկ փոխանակ միավորվեն եւ իրենց ասելիքը ձևակերպեն եւ այդպես հանրային աջակցություն ստանան, վերլուծում են օրենսդրությունը եւ այնտեղ հայտնաբերում են 2-3 թերություն, մասնավորապես այսպես կայուն մեծամասնության հարցը եւ անցումային շեմը։ Եվ որոշում են, որ այս երկուսի պատճառով ամբողջ ընտրությունները անիմաստ են դառնում եւ մենք ուրեմն մտնում ենք այս երկուսը փոխում ենք եւ դրանից հետո ինչ ընտրություն լինի, շատ լավ կլինի։ Ըստեղ մի անգամից ծագում է երկու հարց, ինչքանով է դա հնարավոր, որովհետև ինքնուրույն դա չեք կարող անել, պետք է ուրիշները դրան համաձայնեն, իսկ ուրիշները կարծես թե դրան համաձայն չեն, այլապես այսօրվանից ձեր հետ կլինեին, եւ երկրորդը, իսկ եթե այդպիսի իդեալական ընտրություն կազմակերպեցիք, դա արդեն իդեալական չի, որովհետև այդ երկու կետը շատ քիչ են։ Մենք ունենք բազմաթիվ այլ թերություններ, օրինակի համար մեր ասենք կանանց քվոտա, որը անիմաստ բեռա դառնում բոլոր կուսակցական ցուցակները ձևավորելու համար։ Այն որ ասենք կուսակցությունները իրենք գոյություն չունեն, որպես իրանց ղեկավարությունը ընտրեն, հա, վերջերս։ Դա ուզում ասի, երբ որ չկա քաղաքական համակարգ, չկա կուսակցություն, խոսել իդեալական ընտրություն նույնիսկ եթե կազմակերպես, եթե դու դրան չես մասնակցում որպես կազմակերպած ուժ, էլի մյուս խաղացողներն են մասնակցելու եւ հաղթելու։ Եվ ահա այսպեսի պատճառաբանությունները, որոնք մեծամասամբ ես համարում եմ արդարացումներ, հա, թե ինչու են մերժում, որովհետև օբյեկտիվ հիմքով մերժել հնարավոր չի, բայց այսպես որպես արդարացում, այ քանի որ ընտրությունները անորակ են օրենսդրության պատճառով, դա կփոխենք, հետո լավը կլինի։ Մարքեթինգային քայլի է նմանվում, որի մասին մի քիչ կխոսեն, բայց դա արդյունքը խիստ կասկածելի է։ Մարքեթինգային քայլի էֆեկտ կարա լինի, որովհետև քաղաքացիների շատ մեծ քանակ կա, որ իսկապես բոլորին դեմ է։ Սկսելով նույն ձևի օգտագործելով այդ բոլորին դեմ քաղաքացիները շատ են եւ նրանք ոչ թե համաձայն լինելով իրենց առաջարկած ծրագրի հետ, ընդհանրապես իրենց հետ, այլ պարզապես որ կա քվեաթերթիկ բոլորին դեմ կարող է քվեարկեն։
Մենք իհարկե չգիտենք դեռ ընտրական ներողություն պետությունը կգրանցի արտադրության նախաձեռնությունը կգրանցի այդպիսի անունով կուսակցություն, որովհետև շփոթվելու հարցն էլ կա, օրենսդրության մեջ միգուցե այնտեղ բաց կա, մի խոսքով այդտեղ միանշանակ չեն կարող պատասխանել, տեսնենք ինչ կլինի, բայց խոշոր հաշվով սա նույնպես ազգային քաղաքական միավոր ձևավորելու առաջարկի մերժման մի տարբերակ էր, էլի։ Մի բաց էլ կա, որ ես կուզեի առիթից օգտվելով նաև հուշել, ինքնալուծարվող կուսակցությունը այսպեսի կարծես ինչ-որ բան էին կարդացել, չի լինում ինքնալուծարվող կուսակցություն կամ որևէ կազմակերպություն, դա պետք է ղեկավար մարմինը, ճիշտ համագումարը որոշի, որ լուծարվեց, ինքնալուծարում չի լինում թեորիապես չի լինում։ Դա իրենց այսպես մարտավարական ծրագրի կետն են դրել կուսակցության անվանման մեջ, որ 100 օր հետո մենք ոնց որ ամեն ինչ փոխում ենք օրենսդրության մեջ, ինչ որ պետք է փոխենք եւ լուծարվում ենք, այլ հաջորդ ընտրություններին այդ անունով կուսակցություն չի մասնակցում, այդ կուսակցության առաջադրած վարչապետի տեխնացուն չի մասնակցում։ Բայց դա ինքնալուծարում չի, Դա քարոզչական բան է, բառ են օգտագործել են, որ մարդկանց հասկանալի լինի, թե իրենք ինչ են անելու այդ 100 օրը լրանալուց հետո։ Ոչ մեկ չի կարողանալու իրենց ստիպել, որ լուծարում է։ Այստեղ վստահության հարցը կա, այսինքն բոլոր նրանք, ովքեր որ կասկածամիտ են, միանգամից մտածելու են, որ սա ինչ որ մարքեթինգային հնարք է, որով կմտնեն խորհրդարան եւ այդպես էլ կմնան խորհրդարանում, ինչ որ պատճառաբանություն կգտնեն, հիմա քիչ է պատահել, որ կուսակցականները խափում են։ Հետաքրքիրն է, որ սա կլինի մի տեսակ արժանի պատասխան այդ նույն մարդկանց նման վերաբերմունքին այլ գործիչների նկատմամբ, այսինքն հաճախ այսօրվա տարբեր կուսակցությունների մեջ, այդ թվում իրենց կազմում կան բազմաթիվ մարդիկ, որ քաղաքական կազմակերպական հարցերին վերաբերում են այդ վստահության տեսանկյունից։ Սա շատ մեծ խնդրեմ է։ Այսինքն մարդիկ չեն ուզում կուսակցական դառնան, բավոր հանկարծ կուսակցականներից մեկը մի սխալ բան անի եւ ես դառնամ դրա պատասխանատու։ Մարդիկ չեն ուզում վստահել այլ կազմակերպությունների եւ նրանց հետ մտնել ինչ որ քննարկումների փուլ։ Ինչ որ մի ժամանակ ինչ որ մի հարց եղել, իսկ այդպիսի հարցեր իրականում շատ են պատահում, տարբեր գործիչներ ունեն կենսագրություններ եւ այլն, փոխանակ այդ հարցի լուծումը հանձնել քաղաքացիներին, ընտրողներին, իրենք իրենց հարաբերություններում արդեն ասում են վերջ, ես սրա այդ ճանապարհ չեմ գնա եւ այդպես էլ հայ ազգը արդյունքը վերջն արդյունքը սրա ինչն է, հայ ազգը մնում է առանց իր շահերը ներկայացնող կուսակցության։ Ասում եմ, որ ամեն դեպքում բոլորը խոսում են այն մասին, որ պետք է ժողովրդի ձայնը լսել, ժողովրդի քայլը շատ կարևոր, բայց այս փուլում ոչ մեկ ժողովրդին ոնց որ հաշվի չի ուզում առնի։ Ձեր շփումները, քննարկումները հանրությունը ինչպես է վերաբերվում այս նախընտրություն ծրագրին։ Կունի պահանջարկ հանրությունը, միգուցե չկա պահանջարկ դրա համար քաղաքագործիչները չեն էլ փորձում։ Սա իհարկե բարդ հարց է, մենք հայկական ընտրությունը գործում է 17 տարի։ Վերջերս ստիպեցին հաշվել։ Եվ այս 17 տարիների ընթացքում մենք բազմաթիվ այդ օրվա հանգամանքներին համապատասխան բազմաթիվ նույնաբովանդակ, բայց կոնկրետ պայմաններին համապատասխան տարբերակներ ենք առաջարկել քաղաքական դաշտի այն հատվածին, որը համարել ենք կարևոր, որ ներկայացված լինի, դա է պայմանական ասում ենք ազգային։ Ինչու ենք ասում ազգային, որովհետև մյուս հատվածները դա իշխանական հատվածն է, որ այնտեղ զուտ շահերի հիման վրա մի խմբավորում է իշխանության վերարտադրման ընդհանուր շահի վրա, ոչ գաղափար կա, ոչ մի բան, եթե կա ինչ-որ կոնկրետ ղեկավար անձերի անձնական գաղափարներն են, հա, այսինքն ինստիտուցիոնալ կուսակցություններ չկան ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության մեջ, հա, գաղափարական բան ընդհանրապես գոյություն չունի։ Ինչ որ հաշվարկներով մարդիկ իրար հետ հավաքվել են օգուտների վրա, այսինքն մեկը այդ հատվածն է, որը զուտ ու նյութական շահի հիման վրա է ձևավորվում, սրա կողքին իհարկե կա ոչ իշխանական, բայց ասենք տարբեր օլիգարխիական խմբեր, հա, տարբեր փողի տեպտո, այո, դրանք լրիվ նույն խմբի մեջ են։ Երկրորդ խումբը
պայմանական ասած արտաքին գաղափարական ազդեցություններն են։ Իսկ դա ոչ թե քո գաղափարն է, ոչ թե ժողովրդին ես այդ գաղափարները ներկայացնում եւ նրանցից ես աջակցություն ստանում, այլ ասենք արտաքին աջակցություն ես փնտրում, ենթադրենք, ասենք չգիտեմ, մենք դեմոկրատ ենք, եվրոպական կողմնորոշում ունենք, չգիտեմ, այդպիսի գաղափարներով այն հույսով, որ դրսի աջակցություն կստանաս այդ առումով, հա, կարա այլ ճամբարներից լինի, կարա լինի այսպես ուղղակի վերացական վերցրած ինչ որ մի գաղափար, ոնց որ օրինակի համար սոցիալիզմի գաղափարը։ Հայաստանում ժամանակակից Հայաստանում մի տեսակ դժվար է սոցիալիստ լինել, որովհետև կարծես այն հին սոցիալիստների հիմնական նպատակներին վաղուց ոչ մեկ չի հավատում։ Չէ, ոչ թե չեն հավատում, ոնց որ դրանք կան, էլի, այսինքն թոշակը կա, 8 ժամի աշխատանքային օրը կա, բոլոր հիմնական պահանջները, որը աշխատավորների շահագործումը բացառում է, կարծես թե գործում է ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում կամ գոնե եվրոպական մասում երկրների, հետեւաբար նոր սոցիալիստական շարժում, այսպես բանվորներով, արմիություններով, գործադուլներով Հայաստանում դժվար է պատկերացնել։ Բայց ինչ որ մի խմբակ որոշում է, որ ինքը պետքա սոցիալիստ լինի, որովհետև աշխարհում կան սոցիալիստներ, հաշվի չառնելով, որ սոցիալիստները վաղուց դարել են կենտրոնական կուսակցություններ եւ ընդամենը ավանդաբար են կոչվում սոցիալիստներ եւ ասենք, չգիտեմ, աչերից շատ քիչ բաներով են տարբերվում, երբեմն էլ հակառակ, մեկը մյուսի քաղաքական գիծն ա վարում, ասենք, չգիտեմ, շատ է խառնվել։ Սոցիալիստները սեփականաշնորհում են անում, ասենք, բաները աչերը հարկեր են ավելացնում, օրինակ, էլի, չգիտեմ։ Բայց ասենք ինչ որ մեկը որոշում է, որ այդ գաղափարը այսօր կարող է Հայաստանում իրան ձայն բերի, գաղափարի պակաս կա, ես գտել եմ, ասենք օրինակ այդ գաղափարը։ Մեկ ուրիշը հա լիբերտար, լիբերալ, հաճախ դրանք ընդամենը բառեր են, իրական քաղաքական հոսանք չունեցող, էլի հիմքում։ Եվ այս տեսակետից այն մյուս հատվածը, որը որ այս բոլոր բաներից դուրս է Եվ ուզում եմ Հայաստանի հետ կապված ինչ որ լուծումներ տեսնի։ Դրանք իզմերով չեն պայմանավորված այդ լուծումները, կոնկրետ անվտանգային խնդիրներ են, չգիտեմ, օրինակ դեմոգրաֆիական խնդիր կամ չգիտեմ, բավական կարևոր սուր խնդիրներ, պատերազմի խաղաղության հարց եւ նման այլ բաներ։ Այս բոլոր հարցերի վերաբերյալ ուզում եմ ինչ որ մի ազգային դիրքորոշում տեսնի եւ այդպիսի տեխնացուներ տեսնի եւ նրանց քվեարկի։ Եվ այստեղ մենք բախվում ենք ամենաբարդ հարցին։ Բոլորը ուզում են, որ այդպիսի ուժ լինի, ոչ ոք չի ուզում կամ շատ չնչին քանակի մարդիկ են ուզում այդ ուժի ստեղծմանը մասնակցել։ Եվ անգամ այս չնչին քանակից, որ ուզում են նման ուժի ստեղծմանը մասնակցել, այդ մասնակցելու ընթացքում, երբ որ պարզվում է, որ այսպիսի աշխատանք է պետք տանել, տարբեր պատճառներով դրանից վախենում են զուտ այսպես ֆոբիաների իմաստով, հա, հիվանդագին վախերի իմաստով։ Օրինակի համար, ասենք, կուսակցական չլինելու ֆոբիա կա Հայաստանում։ Նաև ինձ թվում է այս տարիների ընթացքում սովորել են, որ ոչ թե իրենք պետք է ֆինանսավորեն կուսակցություններին, այլ կուսակցություններից են իրենք ակնկալել եւ հիմա երբ որ ասում ես որ դու պետք է ֆինանսավորես ու ստեղծես քո ուզածը, իրենք ոնց ես մի բան էլ ես փող տամ։ Դա մյուս խնդիրն է, որովհետեւ մենք ունեինք սովետական ժամանակները, երբ որ ընդհանրապես քաղաքական գործունեությամբ չէին կարող զբաղվել, իսկ քաղաքական գործունեությամբ աշխատավարձից վճարում էին այդ կուսակցական անդամը վճարել։ Ну կուսակցականը ոչ բոլորն էին վճարում, ասենք, բայց ինչ որ մի քանակ հա վճարում էր այդպես խելոք, շատ ավելի ժողովներին բնականաբար ուղղակի ներկա են լինում, դա կարիերայի համար էր կամ ուրիշ բանի համար, լավ, սովետը անցավ եւ այնպես մի փուլ մենք ապրեցինք, երբ որ բոլորը որոշեցին այդ կուսակցական իրանց պատկերացումները ուղղակի դարձնել բազմակուսակցություն, բայց այստեղ արդեն հանկարծ ի հայտ եկավ մի երևույթ, երբ որ առաջին հաճախորդային կուսակցությունները սկսեցին ստեղծվել։ Իսկ մեկը իրան առաջնորդ էր հռչակում եւ փորձում էր իր շուրջ մարդ հավաքել։ Եթե ստացվում էր, փորձում էր մեծացնել, չէր ստացվում։ Այդ ժամանակ մեր ընկերներից Գյուրեգան Տիգրան ասում էր Հայաստանի քաղաքական դաշտը բաղկացած է մեկ ավտոբուսի, մեկ երթուղայինի եւ մեկ տաքսու մեջ տեղավորվող կուսակցություններից, եւ դա իրոք այդպես էր, այսինքն գտնել մի գեղեցիկ անուն, գտնել մի ինչ-որ գաղափար, որը կասես, այս իմ գտած գաղափարն այս օրինակ մեկը նժդե, մեկը չգիտեմ ուրիշ բան, եւ վերջ, ասենք մարդիկ հավաքվեցին, կարող է ստացվի այս կուսակցությունը եւ ինչ-որ ժամանակ ստացվում էր այդպիսի խմբակներին գոյատևել, նույնիսկ ասենք քաղաքական համակարգի մեջ ինտեգրվել։ Բայց ժամանակի ընթացքում
փողը սկսեց այս գործընթացների մեջ ավելի շատ դեր կատարել եւ իշխանությունները սկսեցին կառավարել նման փոքր կազմակերպություններին կամ կցելով իրանց կամ մարգինալացնելով տարբեր ձևերով եւ մենք ունեցանք ժամանակի ընթացքում եւ այսօր Հայաստանում գերիշխում է հաճախորդային կուսակցությունները, որոնք ըստ էության կուսակցություններ էլ չեն։ Ինչ է նշանակում հաճախորդային կուսակցություն, նշանակում այնտեղ ընտրություն չկա, ղեկավար կազմի նշանակում անդամները իրավունքներ չունեն, շեֆի հետ կռվեցիր, պետք է թողես հեռանաս։ Կամ կհեռաս։ Ուրիշ տարբերակ չկա, կռիվը արդեն նշանակում է հեռացել եք իրարից եւ դու ես հեռացել, ոչ թե շեֆը, որովհետեւ կուսակցությունը միշտ ունի սեփականատեր։ Երբեմն այդ հաճախորդային կուսակցության այդպես առաջնորդները միանձնյա չեն, շատ հազվագյուտ դեպքերում, բայց միշտ մենք տեսնում ենք, որ այնտեղ կա, ասենք, փողի աղբյուր, ինչ որ մեկը որ պայմանական ավելի առաջնային դիրքում է եւ այդ է մշակույթը այսօր Հայաստանում եւ հայկական ընտրության 17-ամյա գործունեության ամբողջ հույսը այն էր, որ մենք կկարողանանք մեկ օրինակով գոնե այդ մշակույթը փոխել։ Դե ես միշտ հիշատակում եմ Դաշնակցությանը որպես բացառություն այս ամեն ինչից, բայց այն բացառությունն է, որը հաստատում է այդ օրինաչափությունը, որովհետև ինքը լինելով ոչ թե անձի շուրջ ձևավորված, այլ պատմական բրենդի շուրջ ձևավորված կառույց, մարդիկ հաճախորդ էին դառնում բրենդին։ Ես գաղափարի չէ։ Գաղափարը բրենդի մեջ է, հա, ասենք գոնե հայդատ բանը, ասենց մի քանի բաները բրենդի մեջ են։ Սոցիալիզմը չէ, սոցիալիզմը կարող է մեկս բացարձակ սոցիալիզմից գաղափար չուներ, բայց միաներ, բայց հայդատին գոնե բոլորը համաձայն էին կարծես թե, բայց խնդիրն ինչ էր, որ մտնելով այդտեղ ստանում էին կանոնադրություն, որը հաճախորդային կուսակցության կանոնադրություն չէր եւ իրական գործում էր։ Եվ դրանով կարծես թե ինստիտուցիոնալ կառույց էր դա, որը ժամանակի ընթացքում մաշվեց հիմնականում իշխանությունների հետ համագործակցության պատճառով, ներքին ավտորիտար գործընթացների պատճառով եւ այսինքն մենք ունենք փաստորեն մի պայմանական ինստիտուցիոնալ կառույց, որը այս ընդհանուր մթնոլորտում կարծես թե մի քիչ կորցրեց այդ ինստիտուցիոնալ բովանդակությունը։ Եվ ստեղ մենք բախվում ենք մի հարցի, իսկ ընդհանրապես Հայաստանում հնարավոր է քաղաքացիներին ներառել այսօր կառուցել իրական կուսակցություն, ոչ հաճախորդային ինստիտուցիոնալ կուսակցություն, եւ մենք այդ հնարավորությունը միայն տեսական ենք տեսել եւ փորձել ենք իրականացնել, այս պահի դրությամբ կարելի է ասել, որ մեզ դա չի հաջողվել, բայց գլխավոր հարցն այն է, որ եթե նման կառույց չձևավորվի Հայաստանում, Հայաստանի ազգային պետական ճգնաժամի խնդիրները ոչ ոք չի լուծելու, ոչ թե որովհետև չի ուզելու, որովհետև իր բնույթը այնպեսին է, որ ինքը չի կարող դա լուծել։ Ոչ մի օլիգարխ դա չի լուծելու, ոչ մի, ասենք, հայրենադավ իշխանություն, որը կապիտուլյացիայից սկսել է հաճույք ստանալ, դա չի լուծելու։ Մենք ստիպված ենք այդպիսի կազմակերպություն ունենալ։ Գործիքը չկա, հա, ինչպես ստանալը։ Պետք է, բայց այլ տարբերակ չունենք, այս հարցը կա։ Լավ, այդ դեպքում կարծես թե քաղաքական գործիչները, ինչպես նկարագրեցիք, տարբեր պատճառներով պատրաստ չեն, հանրությունը նույնպես երևի վստահությունից կամ որևէ այլ պատճառներով կամ փորձի պակասի պատճառով հանրությունը նույնպես պատրաստ չի, բայց նորից երևի կրկնվեմ այդ դեպքում ինչ անել։ Նաև արձանագրեցինք, որ առանց այդ գործիքի իրական քաղաքական համակարգ չի կառուցվի եւ իրականում խնդիրները տեխնիկապես էլ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում ղեկավարը չի կարող լուծել, որովհետեւ իր մոտ այդ համակարգը չի գործում, բայց այդ դեպքում նորից կրկնվեմ, ինչ անել։ Ուրիշ տարբերակ չկա, Հայաստանում ինստիտուցիոնալ քաղաքական միավոր պետք է փորձել այնուամենայնիվ ձևավորել։ Այս պահին, երբ որ առաջիկա ընտրություններին ընդառաջ կարծես թե մերժված է, հա, բոլորի կողմից նման միավորի ստեղծումը, կարելի անել հիմնական մեկ քայլ, նախապատրաստական բնույթի քայլ, այն գաղափարական սկզբունքները եւ այն կազմակերպական լուծումները, որոնք մենք կարևորում ենք որպես կազմակերպություն, ներկայացնենք ուղղակիորեն հանրությանը, արդեն առանց որևէ միջնորդավորվածության։ Սա նույնպես դժվար հարց է, այդպես չի, որ մենք հենց հիմա որոշեցինք եւ կարող ենք դա միանգամից անել, որովհետեւ ընտրությունների
մասնակցելը բավական թե ծախսատար գործ է, թե մարդուժի ներգրավման հարց է։ Դրա համար գոնե հայկական ընտրություն շրջանակներում, մեր կազմակերպական խմբի շրջանակներում քննարկվում է հետևյալ լուծումը, որ մենք այլևս դադարենք լինել քաղտեխնոլոգիական խումբ, որը փորձում է քաղաքական դաշտի այլ գործիչներին առաջարկել համատեղ հանդես գալ նշված սկզբունքներով, թե գաղափարական, թե նախընտրության վերաբերյալ եւ արդեն փորձել հենց որպես այդպիսի մի խումբ համակիրների հետ միասին ձևավորել պայմանական ասած ընտրողների միություն։ Այսինքն ընտրողների միություն, որը պատրաստվում է մասնակցել ընտրությանը ունենալով իր ցուցակը։ Մեր առաջարկը այլևս չի կարող լինել որևէ կուսակցության, դրա ժամանակը անցել է, անգամ եթե ինչ-որ մի կուսակցություն մեզ դեռ պատասխան չէր տվել, անիմաստ է արդեն նոր պատասխանների սպասել եւ ենթադրում եմ, որ մենք կարող ենք եւ պարտավոր ենք եւ ստիպված ենք դիմել ուղղակիորեն ընտրողներին։ Եվ ընտրողներին դիմելու համար մենք նրանց պետք է նախ ինչ-որ հնարավորություններ առաջարկենք եւ երկրորդը փորձենք ներկայացնել, թե ինչ ենք ուզում անենք, որպեսզի մարդիկ իմաստ տեսնեն այդ հնարավորությունները օգտագործելու։ Ինչի մասին է հնարավորությունները։ Ընտրողների միությունը դա ակտիվ ընտրողներն են, որոնք պետք է նախընտրում են պետական ընտրությունների ժամանակ ընտրեն այն ցուցակը, որը իրենք առաջադրել են։ Հետևաբար դրանց քանակը պետք է ինչ-որ մի նվազագույն քանակ լինի, այն պետք է գերազանցի որևէ կուսակցության համար սահմանված նվազագույն քանակը, որը 300-ն է։ Հա, այսինքն եթե մենք կարողանանք մինչև ընտրությունները մեր համակիրների շրջանակում արձանագրել պայմանական ասած 500-600 ընտրող, որոնք իրենց կազմից կառաջադրեն ցուցակ, դա արդեն կլինի բավարար արդյունք, բայց միայն առաջադրելը զուտ անձերի դա քիչ է, անհրաժեշտ է եւս մի հանգամանք, դա նյութական կողմն է, այսինքն այդ անկախ այդ ընտրողների քանակից պետք է լինի հանգանակություն։ Եվ որպեսզի առաջադրենք, պետք է լինի նաև մի տեսակ տեխնացուների ակումբ, այսինքն ովքեր են հավակնում այդ ցուցակը գլխավորել։ Ու պետությունը պահանջում է, որ առաջին 30-ը առաջադրվի համագումարով կամ այսպես մենք կարող ենք նույնիսկ կենտրոնանալ այդ 30-ի վրա, որտեղ հասկանալի է, որ նման պայմաններում այդպես 30-ատ տեղ եւ 30 տեղ խորհրդանում չենք ստանալու, խոսքը կարող է գնալ հաղթահարելու դեպքում 5, 6, 7 մանդատների մասին, եւ մենք կարող ենք այդ 30-ի ընտրությունը կազմակերպել կամ շեշտը դնել հատկապես այդ առաջին տասնյակի ընտրության վրա, հետեւաբար պետք է լինեն տեխնացուներ, որոնք հավակնում են, ասելիք ունեն եւ իրենց ասելիքով հավակնում են այդ առաջին տասնյակում տեղ գտնել։ Եվ այդ փորձը կատարել, հա, եթե ստացվեց այս ընտրություններին շատ լավ, չստացվեց այս ընտրություններին հաջորդ անգամ, բայց այլևս իմաստ չկա դիմելու այն կազմակերպություններին, ովքեր ի սկզբանե ստեղծված են հենց հաճախորդային սկզբունքով աշխատելու համար։ Կապ չունի դա, ասենք, Ռուսաստանից եկած օլիգարխ է, որը որոշել է հանկարծ քաղաքականությամբ զբաղվել, թե ինչ որ մի հայրենասիրական խմբակ է, որը միտեղից փող է կպցրել եւ ասում է եկեք միանանք մեզ։ Կարելի ասել այդ երկուսի կարգավիճակը մեր առաջարկության տեսակետից նույնն է դառնում, երկուսն էլ միևնույնն է մերժում են համախմբումը եւ հետեւաբար մեզ մնում է առաջարկել քաղաքացիներին հենց այդ հնարավորությունը։ Ես անկեղծ ասած որևէ հաշվարկ չունեմ, մենք չունենք որևէ հաշվարկ, թե հայկական ընտրությունը քանի համակիր ունի։ Այս հարցն էլ բոլորիս հետաքրքրում է, որովհետև այսպես пассив համակիրները կարող է մի քիչ ավելի շատ լինեն, բայց ակտիվ համակիրներին կարելի է արձանագրել միայն նման նախագծով։ Մենք իսկապես ուզում ենք իմանալ, քանի հոգի կա Հայաստանում մեզ հասանելի տիրույթում, հա, որոնք մեզ հետևում են սոցիալական ցանցերում, այլ ձևերով, որոնք պատրաստ են աջակցել մեզ իրենց մասնակցությամբ, ակտիվ մասնակցությամբ, որպես տեխնացուներ, նյութական մասնակցությամբ,
Սա կարևոր հարցեր են, որը մենք ցանկություն ունենք հիմա արձանագրելու, եւ եթե քաղաքացիները մեզ համակրող որոշեն, որ նման ցուցակ պետք է մասնակցի ընտրություններին, իրատեսական գնահատականներով, բայց շատ գաղափարական դիրքերից, դա կարծում եմ կլինի շատ կարևոր քայլ, որովհետեւ մի բան էլ ասենք, որ այն բոլոր մերժումները, որ ստացել ենք, այդ մերժումների արդյունքում նույնիսկ այն խմբերը, որոնք կարծես թե պատրաստվում են ինչ-որ մի ազգային ծրագրով հանդես գալ, հիմա դժվարություններ ունեն իրենց կուսակցությունները գրանցելու հարցում, որոշները, ասենք, հրաժարվում են ընդհանրապես դրանից եւ ասենք օրինակ միանում են այդ բոլորին դեմ է շարժմանը, որովհետեւ սեփական նախագիծը կուսակցություն ձևավորելու իրենց մոտ էլի չի ստացվել, իրանք շուտ են հասկացել, որ դա ոնց որ դժվար ստացվող բան է։ Հետևաբար քաղաքական դաշտի ազգային հատվածում այն գաղափարները, որը որ կարող էր ներկայացնել հայկական ընտրությունը կամ հայկական ընտրության հրավերով այդ ձևավորված այդ միասնական թիմը կարող է ընդհանրապես ներկայացված չլինի։ Օրինակի համար մենք վստահ ենք, որ կլինի ռուսական կողմնորոշում, արևմտյան կողմնորոշում, ինքնիշխանությունը ով է ներկայացնելու խորհրդարանում կամ պետական ընտրությունների ժամանակ։ Խիստ կասկածելի է։ Բազմաթիվ հարցեր, որոնք մենք վստահաբար կարող էինք եւ լավ ներկայացնել, կամ կարող էին ներկայացնել մյուս խմբերը, եթե մասնակցեին ընտրություններին, այլ ոչ թե հակադրվեին մեր նախագծին եւ ընդհանրապես չմասնակցեին ոչ մի բանի, սա երկրորդ, երրորդ ուժը չկա որ ներկայացնի։ Ասենք, չգիտեմ, օրինակի համար մեր ում որ մենք դիմել ենք, դրանցից մեկը ասենք Գուրգեն Սիմոնյանը օրինակի համար կարծես թե մասնակցելու ընտրությունների ոչ փողի խնդիր ունի, ոչ բավական այսպես վստահ է իր արդյունքների վրա, բայց այստեղ էլ դարձյալ գնում են ինչ-որ կետեր, որոնք հակասում են ինքնիշխանության։ Օրինակի համար այնտեղ չգիտեմ արևմտյան կողմնորոշման հստակ գիծ կա, կողմնորոշումների հարցը այնտեղ առնվազն ֆիքսված է։ Եվ էլի բազմաթիվ հարցեր կան, որոնք ասենք կարծես թե Գուրգեն Սիմոնյանին անդադ մղում են դեպի իշխանական ճամբար, հա, օրինակ ասենք այս եկեղեցու հետ կապված իրարանցումը բացարձակ անհիմն այս տուրուդմփոցը, որը զուտ ներքաղաքական իմաստ ունի, կրոնական իմաստ կամ եկեղեցական իմաստ այնտեղ ընդհանրապես չկա, ուղղակի խոցելի տեղ տեսան, սա թիրախավորեցին, որպես իրենց ներքաղաքական հարցերը լուծեն, մենք էլ հանկարծ տեսնում ենք, որ այդ ուժերը, օրինակ կոնկրետ Գուրգեն Սիմոնյանը, ասենք այդտեղ օրինակ աջակցում է։ Հետևաբար ես վստահ չեմ, միշտ վստահության հարցը ինքն էր դնում, որ ովքեր պետք է լինեն թիմակիցները, անձամբ ինքը պետք է բոլորին որոշի, որովհետև վստահության հարց կա, բայց կարծում եմ այստեղ կա նաև նրան վստահելու հարց։ Նմանատիպ հարցեր կան, ասենք, չգիտեմ, մյուս խմբերի հետ կապված, հետևաբար հայկական ընտրությանը այլ բան չի մնում, քան սեփական գաղափարները շարադրել, ավելի ակտիվ ձևով առաջիկա ամսին եւ հրավիրել իր համակիրների պայմանական ասած համագումար կազմակերպելու համար այն ցուցակի ընտրությունը, որը որ կարող է մասնակցել։ Հիմա եթե այդ բոլոր պայմանները ապահովվեցին, այսինքն մարդկանց քանակ, ընտրության փաստ եւ բավարար քանակի նյութական միջոցներ, բավական համեստ, բայց նվազագույն բավարար քանակի, այդ դեպքում ընտրություններին մասնակցելը կդառնա պարտավորություն, որովհետեւ այդքան մարդ ուզել է եւ ֆինանսավորել է այդ process-ը։ Եթե դա չլինի կամ գնահատվի, որ այս փուլում ոչ թե մենք գնահատենք, այլ մեր համակիրները գնահատեն, որ չէ, հիմա իմաստ չունի դրանով զբաղվել, այս նույն բանը կարելի է շարունակել փորձել հաջորդ этаպներում, հեսա ենթադրում եմ վերջին ընտրությունները չեն Հայաստանում։ Շատ լավ։ Դե ուրեմն, ինչպես ասում են, սպասենք այն պատասխանատու քաղաքացիների արձագանքներին, ովքեր ընդունելով, կիսելով այդ գաղափարական սկզբունքները, որոնց մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, նաև պատրաստ կլինեն ստանձնել այդ պատասխանատվությունը այդ ուժի ստեղծման։ Այստեղ մի բան ավելացնեմ, որ երևի թե կարևոր է եւ բաց թողեցինք։ Հայկական ընտրությունը քաղտեխնոլոգիական խմբակ էր հանդես գալիս, բայց զուգահեռաբար բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունի մշակումներ, սահմանադրությունից սկսած, բանակի կառուցված եւ այլն, այն քննարկումները, որ այդ շրջանակում տեղի ունեցել գաղափարական, իրականում ահռելի ծավալ են, որևէ կուսակցություն դրա հետ կարողա չկարողանա մրցակցել։
բայց մենք միշտ դա զսպել ենք սեփական, այսպես կոնկրետ տեսակետները ներկայացնելու հարցում միշտ զուսպ ենք եղել, որովհետև երբ որ քաղտեխնոլոգիական առաջարկություն ես ներկայացնում, պետք է մի տեսակ ոնց որ օբյեկտիվ չեզոք դիրքից հանդես գաս, չպարտադրես, որպեսզի բոլոր մյուսները ասեն չասեն այս մի կետի հետ համաձայն չենք, ոնց որ չենք միանում, էլի։ Այս տեսակետից կարծում եմ արդեն մենք ոնց որ այս արգելքը պետքա մեր վրայից հանենք եւ փորձենք նաեւ այդ ծրագրերը ներկայացնել եւ համակիրներ հավաքել ոչ միայն մեր տեխնոլոգիական առաջարկի վերաբերյալ, այլ հենց քաղաքական պլատֆորմի, որը կարծում եմ իրոք էապես կտարբերվի բոլոր մյուսներից։ Սպասենք նոր իրական հայկական ընտրության կուսակցության, հա, երևի թե արդեն եթե ստացվի, այո, ցույց կտա։ Սպասում ենք ձեր արձագանքներին, սպասում ենք ձեր նամակներին։ Շնորհակալություն, որ մեր հետ էիք, հաջողություն։